Պարոն Գրիգորյան, ձեր հարցը բարձրացրած շատ կարևոր է, ինձ գերկարևոր է, որտեղ մենք բոլորս հիմա գնում ենք դրան, մեր բոլոր համակարգերը նաև օրինակ հասանել ենք դարձնում նույն օգտագործողին, հա, օգտագործողը ինքը կարող է իր տվյալները տեսնել եւ անհրաժեշտության դեպքում տպել կամ արտահանել որևէ ֆորմատում եւ ներկայացնել որևէ տեղ, հա, եւ առնչվում ենք հետեւյալ իրավիճակներին, գրեթե մեծամասնությամբ, իդե ոչ միայն պետական կառույցներում, այդ թվում մասնավոր հիմնարկներում, որ ասում են մինչև վրեն կնիկ չլինի մեկն է ստորագրած չլինի, թուղթը չենք ընդունում, դա դու կարող ես օրինակ Photoshop-ով սարքել, հա, ընդհանուր մինչև բանկային քաղաքացիներն են անպայման կնքած ստորագրած ուզում, որ հիմք ընդունեն իրանց այդ բալանսի համար եւ իրոք ճիշտ եք ասում, եթե այս եւ կտրուկ է պետք սրան վերջ տալ, եթե օրենքա պետք ընդունել, օրենքա պետք ընդունել, եթե ինչ որ այլ իրավական ակտեր է պետք ընդունել, այլ իրավական ակտեր եւ չպետքա լինի հայեցողական մոտեցում, որտեղ նաեւ կան դատավորներ, որ կընդունեն, կան դատավորներ, որ չեն ընդունի, իմ տպավորությամբ մենք նաեւ դրան ենք առնչվում, ու մենք անդադար կառնչվենք հետեւյալի հետ, թվային տվյալը կա, մաքուր է, մենք իրար մեջ օգտագործում ենք, որտեվ նաև պարտավոր ենք օգտագործել, այդ թվում այսօր որ ընդունվող որոշումներով, բայց դրսում դա վալիդ չի, դա վալիդ փաստաթուղթ չի, միգուցե վալիդացիոն ինչ որ կոդեր է պետք, որը կարողանա այդ հիմնարկը ստուգի այդ վալիդիթին, այդ փաստաթղթի ինչ որ բարկոդով, ոնց որ օրինակ մենք էս կարող ենք ստուգել այս ապրանքների QR կոդերը, բայց սա շատ կտրուկ է պետք լուծել, որտեվ մենք արդեն 10 տարուց ավել, նույնիսկ 20 տարի շատ թվային տվյալներ ունենք, բայց մինչ օրս առնչվում ենք, օրինակ չգիտեմ, հիմա մի հատ կոպիտ օրինակ բերեմ, ID քարտի Xerox, ասենք աբսուրդ է, էլի, 2026 թվին ID քարտի Xerox տալ ինչ որ մեկին, ու մնացածը ինչ որ ասացիք, շնորհակալություն։ Համաձայն եմ, պարոն Թովսյան, ես իրոք ինչի եմ ահազանգում, չասեմ ահազանգում, բայց ինչի եմ սրան տալիս մեծ նշանակություն, որովհետև եթե մենք այդ հարցը միանշանակ չլուծենք, մենք կունենանք հավելյալ դիսկոմֆորտ, այսինքն թվայինացումը կդառնա դիսկոմֆորտ քաղաքացիների համար, որովհետև իրանք ստիպված են ապացուցելու, որ թվային տվյալը վավեր տվյալը ինչ որ Xerox-ների, պրինտերների եւ այլնի միջոցով, ինչը լրիվ անիմաստ է դարձնելու մեր այս բարեփոխումը, այդ իմաստով խնդրում եմ շատ ուշադիր լինել, էլի։ Համեցեք բանը։ Քանի որ պարոն Թորոսյանը սկսեց։ Պարոն Թորոսյանը դեռ ապոստիլը չի ասել։ Մի բան էլ ես ասեմ, ուրեմն դե ինչպես բոլորս գիտենք, մենք դնում ենք թվային ստորագրություններ նամակների վրա եւ մեզնից շատերը կամ բոլորը տալիս են լիազորագրեր մեր աշխատակիցներին դատարաններում ներկայացնելու համար։ Եվ ինչպես գիտենք, թվային ստորագրության մեջ կարևորը այն սերտիֆիկատն է, որը կցվում է այդ ֆայլին։ Եվ երբեմն այսինքն երբ որ մենք ստորագրում ենք, տեսանելի նաև գրված է, չէ, որ հաստատված է եւ այլն, բայց կարելի է նաև ստորագրել եւ որ ոչ մի տարբերություն չկա առանց այդ բանի։ Այսինքն թղթի վրա ոչ մի բան չի երևում, իր հետ ուղակի ֆայլին կցվում է այդ սերտիֆիկատը։ Հիմա երբ որ մենք անտեսանելի ստորագրությամբ ենք տալիս լիազորագիր, դատարանները դա չեն ընդունում։ Իրանք ուզում են այդ նկարը, որ վրան երևա, որ գրած է, որ հաստատված է եւ այլն, էլի, այս խնդրի հետ ենք առնչվում եւ կարծում դա կապ ունի նաեւ այդ մյուս բանի հետ, էլի, որովհետեւ եթե մենք էլեկտրոնային ստորագրություն ենք դնում, էլեկտրոնային ստորագրությունը նշանակում է էլեկտրոնային սերտիֆիկատ։ Այս մի խնդրն էլ կա, որը կխնդրեի ուշադրություն դարձնել։ Համեցեք բան դատում։ Շնորհակալություն։ Ես բան փոխվարչապետ իզուր չնշեցի դատաների թվայնացմանը զուգահեռ սանելու հարցը, որովհետև օրինակ էլեկտրոնային եղանակով հացադիում ներկայացնելու դեպքում կամ դատավարական փաստաթուղթ հիմա գիտենք, որ քաղաքացիական վարչական գործերի դեպքում պետական մարմինների համար պարտադիր է այդ համակարգից օգտվելը։ Երբ որ տվյալ լիազորագիրը կամ հացադիմումը մուտք է արվում այդ համակարգ, ինքը համակարգն է ճանաչում վավեր, ճանաչում է էլեկտրոնային ստորագրությունը որպես վավեր եւ դիտում է որպես վավեր փաստաթուղթ։ Այլ հարց է, երբ որ այդ փաստաթուղթը տպվում է եւ դրա վրա ոչինչ չի երևում, ոչ մի ստորագրություն չի երևում, այդտեղ կարող է խնդիր առաջանալ։ Հիմա մենք այդտեղ միգուցե ինչ որ լուծում պետք է մտածենք, որ
QR-ի կամ այլ ձևերով հաստատի, որ դա ստորագրված։ Դա է ուզում խնդրեի, դուք զուգահեռ այս process-ում պերմանենտ պիտի մասնակցություն ունենաք, պատկերացրեք քրեական, քաղաքացիական, լավ քաղաքացիականը կարող է մի քիչ ավելի հեշտ լինի, վարչական դատավարությունները ընթացքը ամբողջությամբ։ Մենք պիտի գանք մի իրավիճակի, որ առաջի կետից միջև դատական ակտը ապացույցների ողջ համակարգը լինի էլեկտրոնային։ Մենակ այդ դեպքում մենք կունենանք էֆեկտիվ process-ներ։ Հիմա այդ ճանապարհին ես վախում եմ, որ պարբերաբար, եթե մենք լավ չլուսաբանենք ու չաշխատենք ուսուցումներ չանենք, ինքը կլինի պարբերաբար երկու ստանդարտ, ինչի մասին ասում էր պարոն Թորոսյանը։ Եթե եղավ երկու ստանդարտ, մեր process-ները ոչ թե կլավանան, այլ ավելի կվատանան, ինչը որ անթույլատրելի է։ Այսինքն պատկերացրեք այդ դատավարությունների կամ դատաքննությունների կամ որևէ պետական կամ պետության կողմից իրականացվող process-ի ընթացքում, եթե շղթայում ինչ որ պահի պետական այր ասեց, որ չէ, հավատ չի ներշնչում, տեղեկանք բեր թղթային, դա կլինի ուղղակի հակառակ էֆեկտ, որը մենք մեզ չենք կարող թույլ տալ։